իրականության։ Ուստի հաշվի առնելով ողջ վերողյալը միանում եմ իմ գործընկերների միջնորդությանը եւ խնդրում եմ միջնորդությունը բավարարել, այսքան հարգելի դատախազ։ Բազմաժան դատարան շարունակություն ճիշտ ասած ես մի քիչ լավում եմ, ես սովոր չեմ տալիջներն ելույթներն ավելի տեսնում են ինձ համար, բայց քանի որ կյանքը ստիպել է, նախ անպայման ուզում եմ ասել, որ ես շատ սիրում հարկում եմ ստեղ նստած բոլորի, բոլորով սրբազանի առջև, բոլորը ստեղ բացառիկ հայրենասերներ են, որ ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ ես հիմա ստեղ անգեզ եմ ասում, ես անգամ բանդում շատ լավ նստած եմ, չհաշված որ ասեք իմ երեխեքը, մի քիչ ես սպաղով սեցա, թե չէ ես հիմա 3 ամիս գերարացնեք, 7 տարի գերարացնեք, ես ստեղ հաղթած եմ, Նիկոլը փող մտածի, իրա վախեր եմ մտածել, բայց հիմա ինչ եմ ուզում ասեմ ստեղ, առաջի օրից ես եկա ասեցի, մենք տարբեր կազմակերպություններ ենք, բացարձակապես այս կազմակերպության հետ ես կապ չունեմ, ճիշտ է, հիմա ահաբեկչության մասով ասեմ, մի քիչ ուզում եմ, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ես շատ հստակ ուզում եմ այսյան կծեմ, շատ հստակ, մենք ազատահարներ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ազատագրել ենք, անկախ ամենից, անկախ դատարանը ինչ որոշումը կայացնում, մենք ազատագրել ենք, ես գիտեմ ինչի համար եմ նստած, իրավաբանում եմ չգիտեմ, այդ ուզում եմ իրավաբանում եմ մնում, քաղաքական եմ նստած դա պարզ է, բայց իրավաբանում եմ 5 ամիս ես նստած եմ բավական դատարան, միակ պաշտպան ձևով չեմ ներկայացրել, թե ինչ կապ ունեմ, ինչ առնչություն ունեմ ես այս գործի հետ։ Նա օրը ահաբեկչության հետ կապ չունի, դա հստակ է, բայց երկրորդը ես ինչ կապ ունեմ այս գործի հետ, ահաբեկչության հետ կապ չունեցող գործի հետ, ես ինչ կապ ունեմ, ինչի համար է ինձ ձերբակալել Բերեսը։ Ես ինքս գիտեմ ինչի համար ձերբակալել։ Նոր հանցանք գործելու մասով ինձ հունիսի 25-ին ձերբակալել են, հունիսի 25-ին ձերբակալել են եւ ինչպես ասացին լագայի կարգավիճակով եւ քանիչը մեստեղ զանգի է սպասում, ինձ որպես լագայի կարգավիճակով եմ մտածել։ Զանգ է սպասում, 4 ժամ, 5 ժամ զանգը չեկավ, վերջին դատարան բանը, պաշտպանքը, մյուս պաշտպանը ճանապարհին, ասես չէ, դուք կարող ես արդեն գնալ, ինձ տալել են Երևան։ Հիմա ես ինձ արդեն տալել եմ հունիսի 25-ին, հետո ես իջել եմ հենց սարքաժամից մոտ, որտեղ ձերբակալել են, ես ասել եմ հրապարակային, ասել եմ մտածածում էր ամեն ինչը, Երևանի չի լինել հեղաշրջման պլան, բարել եմ ասել եմ Երևանի լինել, Երևանի այդ պլանը լինել, մենք էլ իմանանք որ դες բան կա, բայց ցավոք այս պլանը չկա, գործում դժվար է, էդի մտածածին է, էդի Աննա Հակոբյանի բանի հայկական ժամանակի մեջ են, այդ մասին դերը, լավ ինչ որ է, հիմա չանադառնամ։ Դրանց հետո ես պաստոր ազատության մեջ եմ եղել, ազատության դատարան։ Եթե ես ահաբեկչություն էի մտածել, միակ այդ քննարկել ես, ինչքան կարող եմ ազգի նկատմամբ ահաբեկչություն անեմ, իմ երեխեքի նկատմամբ, մի խոսքով։ Բայց եթե ես նպատակ էի դա որ ահաբեկչություն անեի, կամ կային զենքերին ամենից որը որ ասում է քննիչը, բայց պաստորանացում ես ոչինչ ասնեի, կամ ահաբեկչությունը կկարծնեի, կադարկազեի, բայց ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մի բան ոչ հակառակը, ես իմ ակցիաները շարունակել եմ նույնիսկ միշտ կառավարության մոտ իջել եմ, ինչպես որ օրենքի տարին համապատասխան գործել եմ, ես դա միշտ ասել եմ, իմ զենքը օրենքի տարին համապատասխան գործելն է։ Ես օրենքի տարին համապատասխան գործել եմ, շարունակել եմ գործել, եւ ինչի մասին է խոսքը։ Եթե ահաբեկչությունը իրականացնեի, ես այդ 10 օրվա ընթացքում իրականացնեի։ Հիմա եթե 10 օրվա ընթացքում ահաբեկչություն չիրականացրեցի, բնականաբար չէի իրականացնել, ելի ասում, ախր ահաբեկչության գործ են ներկայացրել, ոչ տարածք կա, ոչ կա մոտավորապես ով է դուժելու, որ տարածքում էին հանելու, ինչ զենքով են հանել, ոչ մի բան չկա, ահաբեկչություն դերը ներկայացել են, գոնե իմանանք ինչ զենքով պետք է անեին, գոնե իմանանք ախր մոտավորապես դեռոտում պետք է անեին, բանկապարտեզում, հասարակական տրանսպորտում, որտեղ պետք է անեինք այդ ահաբեկչությունը, ասենք այդ ամեն ինչը պետք է իմանանք, բայց չգիտենք, օրեր չկա, հիմա վագաների մասով, հիմա ես հասկացա, որ ինչ կար հանցանք կատարողս կասեցի, հանցանք կատարողի մասին ասեմ ձեզ, ես 2018 թվականից եկել եմ Հայաստան, մինչև այդ նստած եմ Քարբանդարյալ Հայաստանում, Հայաստանի ազգային ժողովը պաշտոնապես ճանաչել է, որ ես Քարբանդարյալներ եմ, ինձ պաշտոնական ներողություն է խնդրել, առաջին արձագանքի միջոցով ասեմ, որ եղել է Միքայել Սաակաշվիլի կողմից, երբ որ ինձ ահաբեկչության համար ձերբակալեցին, առաջին արձագանքը եղել է Սաակաշվիլի կողմից, այս աշխարհում ինձ 3 հոգի մարդ ա մեղադրվում ահաբեկչության մեջ, Սաակաշվիլին, Ալիևը, մեկ էլ Փաշինյանը, այս իրենն է մեղադրվում, ուրիշ մարդ չկա, գործում չունի, որ ինձ ահաբեկչության մեջ մեղադրել, վերացել ես խաղաղը, ես խաղ երեխու չէ, ես աշխարհի ոչ մի երեխու հանդեպ չեմ կարող, թուրքի երեխու հանդեպ ես չեմ կարող ապրել, ես ինչի մասին է խոսքը, ինչի պետք է այս ահաբեկչություն անեմ, լավ, հիմա բանաների մասով, այստեղ ասում են, Բաբաջան Դալվարյան, ձեր ուշադրություն եմ ուզում հրավիրեմ,
Ուրեմն 32 վարքայից ոչ մեկ իմ անուն ազգանունը չի տվել, ոչ մեկ չի տվել իմ անուն ազգանունը, բայց ավելին ասեմ ձեզ։ 100 քննիչից է բաղկացած այս խումբը, Բալտիականացու մարմնի խումբը 100 քննիչներից, 100 քննիչից եւ ոչ մեկը կես անգամ Չախարյանի մասին հարց չի տվել։ Ոչ մի անգամ ոչ միտեղ Չախարյանի մասին հարց չկա։ Եթե այդ կոդ հիշում հիմա չափով ինձ վերադառել է Պարլաժան դատարան։ Միգե 100 քննիչներից որևիցե մեկը այդ կան տեսությունը չէ երիկում, այս կան կոմպետենտությունը չէ երիկում, որ կոնեկտես հարց ձևավորել է Չախարյանի նոր տեսել ես, նոր լսել ես, չկա ոչ մի հարց չկա։ Հիմա իմ մոտ հարց է գտնում, հարգարժան մեղադրողներ, ես ինչ պետք է անեմ ըստ ձեզ, ես պետք է գնամ քննիչների ռազմական կանչեմ, ասեմ ինչի իմ մասին չեք հարցրել, ինչ պետք է անեմ ես, կամ պետք է գնամ բաժաններին ասեմ ինչի իմ մասին ոչ մի բան չեք տվել, ասում ես ինչ պետք է անեմ, պետք է պատշաճ ձևով բաներ ասել, չի լինում որ ես տեղում ես չեմ ուզում ոչ մեկից վերաբերել, անգամ եմ ասում, բայց չի լինում ասել որ հա ինքը կարող է գնա եւ բաժանների վրա ծեսին բոլորը կամ չգիտեմ ինչ որ բան փոփոխություն անի։ Այստեղ նոր հանցանքի մասով պատվազան դատարան։ Ես Հայաստանից եկել եմ Հայաստանում, ուրեմն կներեք ազատության համար գեյ բառադ էին ուզում անցկացնել, գեյ շեկետ, ասենք այո, հավաքվել եմ, խոչընդոտել եմ, որ այդ շեկետը իրականանա։ Եթե դա հանցանք է, թողին ասել, որ այո, ինչ խոչընդոտել ես գեյ շեկետին։ Մենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանդում 88,000 ստորագրություն ենք հավաքել։ Եթե դա հանցանք է, խնդիր չէ, այո, վտանգ կարող ես տեղ գնալ։ Վտանգ կա, եթե վաղը Ստամբուլյան կոնվենցիան բերեն նորից առաջ օրակարգ, բնականաբար ես դեմ եմ պայքարելու։ Ես բոյկոտի շտաբ ենք ձևավորել, Օխմելիքյաններ, ոչինչ շտաբներ, այո, բոյկոտի շտաբ ենք ձևավորել, պայքարում ենք, որ կորոնավիրուսը որ կա, եթե Հայաստանում կորոնավիրուս կա, ասում ենք կորոնավիրուս կա, ասում ենք ուշադրություն դարձրեք, մարդիկ դա մանալու են, ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում, դրա համար էինք պայքարում ասենք, եթե դա հանցանք է, հարց չկա, ես կարող չէ անպայման կերգնել եմ, ես բանդում եմ այդ հանցանքները կերգնել, եթե այս իմ ասածները հանցանք է, ես լանդավարների կոնվենցիայի վավերացման դեմ եմ պայքարել, չգիտեմ, կարող եմ անվեջ նվազել, այո, տեսաթոշակավորների նվազագին թոշակի բացման համար եմ հիմա պայքարում, եթե դա հանցանք է, խնդիր չկա, մի տարի պահանջում ենք համաներում, ընդհանուր համաներում ենք պահանջում, որովհետև այս վիճակի շուրջ հանդերում սա անդանել է անմարդկային է, հումանիզմի հետ բաշխ ընդհանրապես կապ չունի։ Եթե դա համաներում պահանջելը հանցանք է, խնդիր չկա, ես հնարավոր չէ։ Միանշանով ես այսօր եմ դա ամեն ինչ պահանջում։ Եթե դա է նոր հանցանք, ես այո, ես հնարավոր է նոր հանցանք կոզել։ Հիմա այստեղ կան նախ հարաբերություններ չկան Պարլաժան դատարանում։ Մենք խնդրեցինք գոնե հարաբերություն լինել, որովհետև մի բան էլ ասեմ, շատ կարևոր բան ասեմ, այստեղ իմ փաստաբանը ասեց 20 բառ կա, ես ուզում եմ անպայման շեշտել, որ 20 բառից 18 բառը դա կերգելություն է։ Դա 4 անգամ նույն բանն է, որ Շարբազյանը զանգել է ինձ 4 անգամ տարբերություն բերել, այսինքն դա էլ կերգելություն է, այնպես չի որ 20 բառ կա, ընդամենը 3 բառ կա, բայց ավելին ասեմ, ուղղակի հիմա մենք չենք հասել այնտեղ։ Նախ ես առաջին այլ մենք քանիչին հարցրեցի, ասի Չախալյան, մենակ ես դա անուն չկար։ Դե ասում եմ մենք քցեցինք, բռնեցինք որ եթե ասես բաղդա մենակ Վահագն Չախալյանը կարող լինի։ Ինձ քցել բռնելով բերել եմ ներկայացել է։ Քցել բռնելով մենակ Վահագն Չախալյանն է։ Բայց այնտեղում ինչ է բազում, Պարլաժան դատարան։ Այստեղ ինչ է բազում։ Չախալյանն էլ չի ասված։ Հիմա որ լսենք, Չախալյանն էլ չի ասված, չայով այլ ազգանունն է ասված, Չախալյան չի ասված, հիմա ես հարց եմ տալիս, ես երկում չայով ուշ ազգանուն չեմ, ասենք Թովակյան, Չամբախյան, չգիտեմ ինչ, Չովայնան, չգիտեմ, ուշ ազգանուն չկա, այսինքն Չախալյանն էլ չի ասված, անգամ էդի չեն նա, ես խնդիր չունեմ, կնստենք, ասված է, դա մաքուր եմ, բոլոսեր արդեն, կնստենք, բայց, իշկան նստեն, ևս քանի անգամ ամիս նստեն են, որ, վերջում բազնով Չախալյան բառ են հարաբեր չասել, մարդիկ չեն էլ ասել, որ Չախալյանին զանգեցին, ուրիշ ազգանուն են տվել, հետո մի բան էլ ասեմ, պես մի տարվա զան է, հաղթալսնում եմ ոչ մի անգամ իմ բառը, իմ տարը չկա, Պարլաժան դատարան, այսինքն երբ որ այդպես չի լինում, վերաստանում ենք որ ցարքել, այս գոնե մեր բան տեսնել բերել են, գոնե մի կես անգամ, իմ խոսածը պետք է լինի թե չէ, հարց չկա, էլ եմ ասում, ես մարդում, շատ եմ մարդում, խոնորում եմ ասարաժը, բայց գոնե նախ, ես կամ մի տարի դուք կասնալսել եք, մի կեսավ իմ ձայնը, կա այդ կասնալսումներ մեջ, մի կեսավ կարող ասել, հասավ Վահագն Չախալյանի ձայնը, Վահագն Չախալյանը խոսել, չեմ ասում հանցանքի մասին,
Չեմ ասում հանցագործություն, պրոստը խոսեց վաղը, ցախարանքը սպասական, ասված օգնական, այս էլ իրակ գայնա, կարող ես բան, չկարող ես բան գործություն չունի, միակ նագար կա, որ ես մտել եմ, ինձ ասում են, ժամուտին, բազաժան դատարան, ինձ ասում են սրտականից հանդիպում ես կրպերում, ամբողջ գործին ես միակ ժամուտին ձայնագրություն չկա, սակագործություն չկա, միակ սակագործություն ժամուտին հարավոտին չկա, հա ինչ էինք անում, ուր էինք գնում, որտեղ ենք հանդիպում, ինչ բանաներ ենք հանդիպել, որ ձայնագրող սարքերը չեն կարողացել արժանագրել, ասել մեր հանդիպումը մեր խոսակցությունը։ Չկա ոչ մի ժամուտին ես երեխիքին դեպոցը տայել։ Ասենք ժամուտին ոնց եմ ես սրտական հետ հանդիպել, առանց դες խոսել եմ։ Չգիտեմ, ես կամ եմ, մեկը մի բան էլ ասում Սավլաժան դատարան։ Ամեն դեպքում անցած անգամ էլ ասեցի, դա հստակ է մեր հայրենասիրության համար եմ մեզ դատապարտում, խնդիր չկա, եթե Հայաստանում հայրենասիրության համար պետք է նստել, ես պատրաստ եմ նստելու։ Ոսե 3 ամիս, 3 տարի, 5 տարի նստել եմ, 5 տարի Հայաստանում նստել եմ, իմացել եմ ինչի համար եմ նստել, իմացել եմ ինչի համար եմ նստել, այստեղ ես չգիտեմ ինչի համար եմ նստած, հա գիտեմ, մարդամեկի վախերի համար եմ նստած։ Ասեմ ավելին, հունիսի 27-ին եմ ստեղծագալեցին, Միքայել Աջափայանի ստեղծագալության ժամանակ էլ ստեղծագալեցին, այն ժամանակ էլ Աննա Հակոբյանի հայկական ժամանակը թայվեց, այն ժամանակ էլ հոդված բերեցին։ Փաստորեն ինչ տեղ ունեցավ։ Ես խանգարում եմ, ինձ պետք է մեկուսացնել, նայեք արդեն գործ կար է բաց, արդեն տանջված գործ կար, բերեցին իմ անունը լվեց կավեցին, մեկ չայով բան եմ գտել, ազգանուն եմ գտել, բերեցին կավեցին, հիմա ես 5 ամիս եմ նստած եմ, ու սպասում եմ իմ հերթին, որ ես խոսեմ։ Որ հարցեր կարողանամ տամ, ես անգես չեմ ուզում վիրավորել, ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, ես ավելին ասեմ, անգես եմ ասում, անշուշտ հնանեկան պայմանները դժվար է, մյուսն է, բայց ես երջանիկ եմ, ես իսկապես երջանիկ եմ, ոչ, ես հալածվում եմ իմ հայրենիքի ինչ-որ մի բանը օգտակար լինելու համար, թող մետաղել այն մարդիկ, որոնք սուսուփուս գալուխները կա, արդարության դեմ մեղանչելով, հայրենիքի դեմ մեղանչելով, Արցախում զորված մեղրով դարվագների դեմ մեղանչելով, այսպես ռեժիմի պետք է ասեմ, 5 տարի տալեք պատաժան դալա, այսպես ռեժիմի որոշումները կյանքի են գործում, թող իրանք մտածեն, եթե ես Սարհաշվիլին ասում էի, որ դու պետք է նստես, ես ես էր անել, Չախալյան դորժեմ ես ուզից, չեմ պատկերացնում, ասում է հա, հիմա միանշանակ արդարադարությունը կանվել է, ես մի քիչ քաղաքական գնացի, բայց ապրելու իրավական չկա, այստեղ մեկ էլ մի ցավ կա ինձ համար, որ իսկապես ես հողը շատ եմ սիրում, շատ եմ սիրում, իմ հողը, իմ հայրենի հողը շատ եմ սիրում, հիմա ինձ որ փակել են, ես մենակ բետոն եմ տեսնում, բետոն, այս 5 ամիս ես բետոն եմ տեսնում, ինձ իմ հողից կադրել են, ես մենակ նա թուլություն, ես դեր եմ ուզում, որ ես չեմ կարող իմ հողի հետ շփեմ, ես ախնդիրը, մամացածը, այսքան է, բավարժան դատարան, իրավական մասով ընթացքում հարցեր կելի կպատասխանեմ, հանցանք չեմ գործել իմ, բավարժան դատարան, իմ երեխեքը, ասենք հենց հիմա, այսօր, ասենք չեմ կանվել, հանային տրանսպորտով են տուն գալիս, առավոտներ ես եմ տանում եմ եք լինում, որ չեմ կարողանում բերեմ, ասենք, էլի հանային տրանսպորտով են տուն գալիս, ասենք ինչ են պատկերացնում մեղադրողները, այսինքն ես պետք է հանրային տրանսպորտը, հա, կամ վառեի, կամ չգիտեմ, պայթեցների, հա, այդ 10,000 հայ երեխաներ ովքեր որ դավոսից տուն են գանում, այդ ավտոբուսը երկին երեխաներն են, պատասխան դրա։ Իշկան էլ իմը չլինեն, իշկան էլ իմը ազգական հարազատը չլինեն, բոլոր իմ երեխաներն են։ Այսինքն ես ինչ պետք է անեմ, ես պետք է մտածել այդ ավտոբուսը, հա, պայթեցնեմ, վառեմ, որ չէ կարող լիներ։ Մի խոսքով ես կամ է պատասխան դրա։ Էլի են կայդանում մենք ազատաբերներ ենք, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատություն ենք բերելու Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալություն։ Հարգարժան դասարան, ես էլ եմ միանում պաշտպանների միջնորդությանը,